Elroom-ի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elroom-ում եք։ Դուք պիտի Elroom-ում լինեիք մի քանի րոպե առաջ, բայց ինչպես տեսաք, աշխարհում ամեն ինչ փոխվում է, երբ լինում են մարդիկ, ովքեր կարողանում են իրականում աշխարհում ամեն ինչին մի քիչ ուրիշ հայացքով նայել։ Ասում եմ, որ եզակիությունը բոլոր ժամանակներում ամենակարևորն է, եւ եզակիությունը կարող է փոխել եւ տրամադրությունը եւ շատ մարդկանց հայացքը դեպի քեզ։ Այսօր մենք խոսելու ենք շատ հետաքրքիր ու առանձնացող ոճ ունեցող Kami Collection բրենդի հիմնադրի հետ, բայց մինչ մեր զրույցը արդեն ամեն ինչ փոխվեց։ Պարզվեց, որ ընդամենը հեռախոսով որոշակի մի քանի չափ իմանալով հնարավոր է ստեղծել այսպիսի կորսետ, որը ես մեծ սիրով, իրականում մեծ սիրով այսօր առաջին անգամ կրում եմ հենց Elroom-ում, շնորհակալություն հայտնելով մեր հյուրին, որին ընդամենը վայրկյաններ հետո կներկայացնեմ, եւ սրա հետ միասին ես կարծում եմ, որ առաջիկա որևէ միջոցառման ես անպայման այն կկրեմ, վստահ լինելով, որ սրանից ունեմ միայն ես։ Այս պահին ուզում եմ նաև ձեր անունից Elroom-ում սիրով ողջունել Kami ապրանքանիշի հիմնադիր, հագուստի մոդելավորող, Kami Collection-ի հիմնադիր նաև Միլենա Ղազարյանին։ Միլենա, իրականում շատ ուրախ եմ, որ առիթ ունեցանք հանդիպել եւ շատ շնորհակալ եմ հրաշալի նվերի համար, ընդ որում ասեմ, որ ես կորսետ երևի 20 եւ ավել տարի առաջ եմ կրել եւ չէի պատկերացնում, որ այն կլինի այնպիսին, որ ես ինձ այսքան հարմարավետ կզգամ։ Ողջույն Լիլիթ ջան, նախ շնորհակալ եմ շատ հրավերի համար։ Ձեզ շատ ես ասում այսպեսի դասական ոչ, փորձեք հաճախ կրել։ Ես արդեն հասկացա, որ ես կփորձեմ հաճախ կրել, բայց Kami Collection-ի, որովհետև այն նաև շատ հարմար է հաղորդման ընթացքում, զրույցի ընթացքում։ Ես սիրում եմ կրել այնպիսի հագուստ, որն ինձ չի ճնշում, որի մեջ ես ինձ երջանիկ եմ զգում։ Ասում են, հագուստը կրելուց հարմարավետությունը հենց այստեղից է գալիս, երբ ինչ-որ բան ես կրում, որը ներդաշնակ է քո բնավորության, տեսակի, տրամադրության հետ, կա այդպիսի բան, Միլենա։ Իհարկե, կա մեր մարդ պետք է ունենա իր ոճը, իր տեսակը ու իր հագուստը պետք է խոսի իր փոխարեն։ 24 թվականին է հիմնադրվել Kami Collection-ը, բայց հագուստի մոդելավորման այս մասնագիտությունը դուք կարծես ինքնուրույն եք ընտրել, դուք հասկացել եք, որ ինչ-որ բան աշխարհում կարող եք փոխել։ Հա, իրականում սկզբում իրավաբանականի համար էի պարապում, 12-րդ դասարան էի։ Վերջի 6 ամսում որոշեցի, որ պետքա փոխեմ, որովհետև հասկանում եմ, որ իմ ոլորտը չի իրավաբանական, ավելի շատ fashion, հագուստներ, ու ինձ կողքից շատ էին ասում, որ շատ ճիշտ բան են որոշում, ընկերուհուս միջնորդությամբ գնացին Գեղարվեստի ակադեմիա, ընդամենը մի օրում գրանցվեցի 0 կուրսի դասընթացներին։ Ու այդպես ընդունվեցի շատ պատահական է ստացվել, բայց դրանից առաջ փաստորեն միշտ դուք սիրել եք հետաքրքիր ու տարբերվող հագուստ կրել եւ դժվար է եղել գտնել, բնականաբար այստեղ դժվար է այդպես շատ տարբերվող գտնել ու որոշել եք ինքներդ սովորել, կարել, ստեղծել այդ մոդելները ու կրել։ Հա Լիլիթ ջան, իրականում հենց միտքը եկել է նրանից, որ իմ չափսերով, իմ ոճին համապատասխան հագուստներ չի կարողանում Հայաստանի խանութներում ուղղակի գտնել։ Փորձեցի մի անգամ կարել իմ ծննդյան հագուստը, շորիկը, հետո կողքից արձագանքներ շատ էին, որտեղից հա կտակ ես էլ հագնեմ վարձույթով, ասեցի, որ սկսեմ փորձեմ մանր նոր կոլեկցիաներ ինչ որ կարել, կողքից շատ սիրվեցին։ Հասկացա, որ դա իմը։ Այո, իրականում, գիտեք, աշխարհում շատ բան կարելի է փորձել, գտնել, միշտ ես ասում եմ, միշտ անընդհատ մենք կրկնում ենք, որ երբեք ուշ չէ, բայց 16 տարեկանում հիմնադրել բրենդ Kami Collection-ը, որը հնարավորություն է տալիս ոճային, այսպես լայն նաև հնարավորություններ, այսինքն տարիքային բոլոր խմբերի համար ներկայանալ յուրօրինակ, եզակի, սա իսկապես ի վերուս տրված մի բան է։ Միլենա, ես չգիտեմ դուք որպես իրավաբան ինչպիսի կարիերա կանեիք, բայց սա իսկապես շատ ձերն է։ Հասկացա, որ այդպես նկարչական եւ այլն այս ուղղությամբ տանը գեներում չեն եղել։ Ընդհանրապես։ Ես էլ չեմ սիրել իրականում ընդհանրապես նկարել։
Ուղղակի գնացի Կարոձևի դասերի 4 ամսով առանձին կուրսերի, այսինքն համալսարանում չէ, ու հասկացա, որ ինձ շատ է դուր գալիս դա, փոխեցի արդեն միտքս։ Այո, դուք տեսնում եք հասցեն Instagram-յան էջում շատ հետաքրքիր նաև տարբերակներ են բոլոր եղանակների, հա, եղանակային այսպես հավաքածուներ են, բայց այստեղով կարող են պատվիրել եւ հեռախոսահամարն են տեսնում, ովքեր կարող են դիմել ձեզ եւ որ դեպքերում, ինչ հագուստ եք առաջարկում դուք, որ կորսետները իդեալական են, սա ես վստահ կարող եմ ասել։ Լիլիթ ջան, բոլորը կարող են դիմել, չունենք տարիքային սահմանափակում ընդհանրապես, ամեն մեկի համար իր ոճի համապատասխան առանձնահատուկ շորիկներ ենք կարում իրականում, բայց հիմնականում դիմում են իրենց հենց ընտրած դիզայնով։ Նկարով տրամադրում են, լրիվ նույնությամբ մենք կարում հանձնում ենք։ Այո, այս տարբերակով էլ, բայց կարող եք նաև դուք առաջարկել։ Էսկիզավորում ենք անում, իրենց կառուցվածքին, իմիջին համապատասխան ու արդեն կարում ենք ըստ մարդու ճաշակի։ Այո, նաև Միլենա Ղազարյանը որպես հագուստի մոդելավորող իրականում առանձնանում է, որովհետև շատ լավ կարողանում է հասկանալ ոճը, հա, հոգեբանությունը, մարդու ոչ միայն արտաքինի հետ է կապում, հա, դուք այլև ոճի։ Կարծում եմ ամեն մարդ ունի իր գույնը։ Օրինակ դուք էլ որ տեսնեք, մի մարդ կարող է հագնել լրիվ ամբողջությամբ սև բոլոր հագուստները, մյուսը շատ հետաքրքիր, կարմիր, կապույտ, այսինքն մենակ նայելով մարդու հագուստի գույնը, մենք կարող ենք առանձնացնել այդ մարդը ներսից ինչ ձևի է։ Այո։ Այդպես ամեն ինչով, ամեն փոքր մանրուքով կարելի է հասկանալ մարդու բնավորությունը իր հագուստից։ Այո, բայց մարդը ինքը երբ կրում է այդ հագուստը չի հասկանում, որ իր բնավորության մասին է։ Նաև միջոցառումներին, հա, ամենամեծ խնդիրը այդպես հավաքույտներին է, որ չկրկնվեն հագուստները։ Այս առումով կամին իրականում առանձնահատուկ է, որովհետև այստեղ միշտ լինում է մի բան, որը լրիվ տարբերում է մյուսներից, այսինքն հնարավոր չի նույնը։ Անպայման գոնե մի դետալ մենք այնպես ենք անում, որ տարբերվի ու օրինակ չգնան առիթի տեսնեն, որ երկու հոգի նույն հագուստով են։ Արագության մասին մենք խոսեցինք, ես նշեցի, որ ընդամենը մի քանի ժամում փաստորեն միայն առանց հանդիպելու դուք կարողացել եք այսքան հարմար եւ այսքան ճիշտ չափսերով նաեւ այս կորսետը ստեղծել, արագությունը ես հասկանում եմ, որ Kami Collection-ի նաեւ այդ կարևոր կետերից է։ Առաջնային կետերից է, այո, որտեվ բոլորը վերջի վարքյանին են որոշում դիմել, իրականում իմ հաճախորդները արդեն սովոր ենք դրան։ Ապրանքանիշը կոչվում է Kami, ես հասկանում եմ, որ անուն ազգանունի Միլենա Ղազարյանի հետ կապ ունի, բայց ինչպես որոշեցիք, այդ որոշմանը եկաք եւ ինչպես եք ստեղծել, ինչպես եք հավաքել այդ թիմը, որոնք բոլորը կարողանում են այսքան իրար հասկանալով, հա, այսպես արագ եւ ժամանակին իդեալական նաեւ ստեղծել ի վերջո այս մոդելները ամբողջական տեսքի բերեն։ Անվանումը հստակ մտածել էի, որ պետքա ինձ հետ ասոցացնեն։ Իրական սկզբից Կամիլայա եղել անվանումը, Ղազարյան Միլենա, ԿՀ-ով է ճիշտ գրումը լատինատար, բայց քանի որ գտարը չէր համապատասխանում դիրքի, որոշեցինք, որ ԿՀ-ով պետքա լինի։ Կամիլա էր գրվում սկզբից, ուղղակի հետո բոլորը ասում են ինձ հետ։ Ինձ Կամիլա էին ասում, անունս դարձել էր Կամիլա։ Հասկացա, որ չէ, պետքա փոխեմ Կամիլան, դարձնեմ Կամի, համ ավելի այսպես հետաքրքիր անվանում է լինում, համ էլ ինձ հետ չեն կապում այդ հենց ինձ անուն չեն դնում, էլի։ Այո, հա, նոր անուն քեզ։ Չէ, բոլորը գիտեն Կամիլայա եմ անվանումը։ Ահա։ Եվ այսպես փաստորեն հիմա արդեն Kami Collection by Միլենա Ղազարյան, արդեն Ղազարյան ենք դիմում այստեղ, այո։ Ուզում եմ մի քիչ խոսենք, թե ովքեր են արդեն դիմել հաճախորդների մասին, ինչպես է լինում այդ առաջին կոնտակտը։ Ունենք տարիքային թե փոքր երեխաների համար ենք կարել, թե կանանց համար ենք կարել, եղել է նաև Ամերիկա ենք ուղարկել, էլի on-line լրիվ։ Այո, լրիվ։ Այսինքն չենք ունեցել պրիմերկաներ, չենք ունեցել օրեր, 2-3 օրում կարված հագուստներ են եղել։ Իսկ կտորի ընտրությունը, բարդության աստիճանը, այս հարցերը ինչպես են կարգավորվում։ Կտորը ես եմ ընտրում, ինձ ոչ մեկ չի օգնում, չեմ սիրում, որ խառնվում են այդ գործին։ Ահա։ Սիրում եմ, որ ես եմ անում ամբողջը։ Կտորը ընտրում եմ, ուղարկում եմ դերձակներին, ուղարկում եմ էսկիզները, ասում եմ պետք է ստանանք սա։ Արդեն սովորենք, բարդություն չկա, դժվար բան չկա, պետք է ստանանք։ Ահա։ Միլենա, բնավորությամբ էլ եք այդպեսին դուք, հա, բարդություն չկա, դժվարություն չկա, սիրում եք հաղթահարել։ Շատ միշտ։ Իսկ սա որտեղից է գալիս, բնավորություն է, գեներով է, ինչի հետ է կապվում։
ծնողներս են այդպես, թե մայրիկս, թե հայրիկս, իրանք բնավորությամբ շատ ուժեղ մարդիկ են։ Այո։ Իրանք էլ միշտ ասում են պետքա հաղթես ամեն առումով։ Այսինքն չկա դժվարություն, ցանկություն է ուղղակի պետք։ Ցանկություն ու աշխատասիրություն, այս երկու հիմնական ու կարևոր բանը, ես հասկացա, որ ձեր ծնողները, ինչպես ասում են, եւ գեներով եւ անպայման նաեւ դաստիարակությամբ ձեր մեջ դրել են։ Նպատակասլացությունը կնոջ համար ինչքանով է կարևոր ցանկացած ոլորտում հաջողելու։ Կարծում եմ շատ կարևոր է կնոջ համար նպատակասլացությունը ամեն առումով, կապ չունի կլինի անձնական կյանքում, կլինի ինչ-որ գործերի հարցում, ամենտեղ կինը պետքա ունենա իր առջև դրված ինչ-որ նպատակ ու հասնի դրան։ Առանց նպատակ ինձ թվում է անիմաստ է ուղղակի ապրելը։ Այո։ Իսկ այստեղ նաև հետաքրքիր է այսպես ռիսկի, հա, սա էլ է, սա իհարկե պրոֆեսիոնալիզմի հետ է կապված, բայց նաև ռիսկի դիմելու կամ շատ վստահ լինելու։ Դուք երևի են եզակի բրենդներից եք, որ կարող եք նույնիսկ առանց այդ փորձելու, հա, առանց այդ պրիմերկա ասվածի նաև հագուստները։ Նշեցիք, որ ամբողջովին on-line նույնիսկ նահանգներ եք ուղարկում։ Փորձը շատ մեծ կարևորություն է տալիս այստեղ։ Եղել են դեպքեր, օրինակ, որ չի համապատասխանել, բայց Հայաստանում։ Հետ են բերել 15 րոպեում, եղել 5 րոպեում, ուղղել են կարակ, հետ են ուղարկել հաճախորդին իր առիթին, որպեսզի ամեն ինչ իր սրտով լինի։ Այսինքն երբեք չենք թողնում, որ հաճախորդը տխուր լինի կամ մի դետալ թեկուզ իր դուրը չգա, մի քար շարժված չլինի այս կողմեն կողմ։ Կան ինչ-որ ոճեր, որ նախընտրում եք դուք ու սիրում եք, այսինքն ինչ-որ առումով կամի այդ գլխավոր, հա, կետերն են, դրանց դա տեսնում ես, հասկանում ես, որ սա կամիի ոճն է, ձեռագիրն է։ Իհարկե ունենք թե սպորտային, թե դասական հագուստներ, բայց ես շեշտը դրել եմ դասականի վրա, որտեղ շատ ընդրում թիթիզ աղջիկական հագուստներ։ Հիմնականում հենց այդպես էլ կարում ենք տարբերվող քարիկներով, շորիկներ։ Հիմա դպրոցական դեր շրջանն է, նոր ուսանողները։ Սեպտեմբերի համար ենք շատ կիսաշրջազգեստներ կարել աղջիկներին, որ տարբերվեն, որտեղ ասում են մի հաճախորդ ունի, ասում էր գնացել է խանութներով, չի կարողանում գտնի իր համար, սեպտեմբերի 1-ի համար տարբերվող կիսաշրջազգեստ։ Բոլորը նույնն են հագնում։ Իր համար մտածեցինք հետաքրքիր դետալով կիսաշրջազգեստ, կարեցինք արագ 3 օրում եւ նա հագավ ուրախացավ։ Հաստորեն հիմա դեռ ժամանակ կա, 3 օրից ավել ժամանակ կա, այսինքն կհասցնենք արել։ Դպրոցական հաստորեն կիսաշրջազգեստներ, նաեւ հա, շապիկներ, ամեն ինչ հնարավոր է։ Ամեն ինչ։ Սեպտեմբերի 1-ն առջևում է, ինչ որ ձեզ անհրաժեշտ է, այս ամենը հնարավոր է, ուշադիր հետևեք այս էջին Instagram-յան եւ իհարկե հեռախոսահամարին։ Մենք դպրոցի մասին ենք խոսում, բայց պետք է հասկանալ, որ շատերը այս տարի ուսանող են, նոր դարձել կամ դեռ ուսանող են։ Եվ սեպտեմբերի 1-ին առաջին անգամ է շրջապատում նոր էս միջավայրում ձեզ պետք է տեսնեն։ Այս հեռախոսահամարով գտնելով եւ այս կամ Instagram-ի էջին գրելով դուք ընդհանրապես մի քանի օրում, եթե իհարկե ժամանակին կկարողանաք այնպես անել, որ ձեր առաջին օրը ուսումնական հաստատությունում կլինի բուհ, թե կլինի դպրոց, իսկապես շատ հիշվող լինի, որովհետև ինչպես ասում են, առաջինը իսկապես հագուստով են ձեզ դիմավորում, հետո երկար տարիներ ձեզ հիշելու են այն հագուստով, որը իրականում եզակի է, որովհետև կարվալու է հատուկ ձեզ համար կամ մի collection-ի կողմից։ Ես կարծում եմ, որ այս առումով պատվերների քանակը ժամկետների հետ կապված վտանգավոր իրավիճակ չեն առաջացնի, Միլենա։ Չէ, մեզ համար վտանգավոր բան չկա։ Միշտ հասցնում ենք, կապ չունի, քանի հոգի են դիմում, երբ են դիմում, փորձում ենք բոլորին իրենց սրտի ուզածով արագ տանք իրենց հագուստները։ Ես նկատում եմ, որ դուք գույների հետ շատ այսպես հեշտ եք աշխատում, հա, այդ համադրությունները եւ այլն։ Չեմ սիրում միատոն գույներ։ Չեմ սիրում, որ օրինակ ընդհանրապես սև են հագնում միշտ, տենց մարդիկ գիտենք, չէ՞, բոլորս մեր շրջապատում, որ միշտ սև հագուստով ենք տեսնում։ Սիրում եմ, որ մի քիչ փոփոխություններ են մտցնում, ինչ որ թեկուզ կարող են սկսել մի կարմիր պայուսակի դետալից, որտեվ դա արդեն տեսք է տալիս, էլի, հետաքրքիր է դարձնում մարդու ոճը։ Ինչի են սև հագնում, հա, եթե մենք մի քիչ անկեղծ խոսենք, որովհետև նաև շատերը ուզում են շատ ավելի բարեկազմ Երևան, բայց ես նկատեցի ձեր մոդելներում կար, որ հնարավոր է ուրիշ գույներով, բայց որոշակի դետալներով նաև թերությունները թաքցնել, առավելություններն ընդգծել։ Իհարկե ճիշտ դետալներով կարող ենք վիզուալ թաքցնել մարդու կոմպլեքսները, չնայած որ աղջիկը չպետք է կոմպլեքսներ ունենա եւ պետք է ինքնավստահ շատ լինի։ Այո։ Բայց ամեն ինչ փորձում ենք անել, որ աղջիկը իրենց զգա ինքնավստահ իր ընտրած հագուստի մեջ։
Իսկ որ կոմֆորտ լինի, ինքն իրեն լավ զգա։ Այո, մենք հաշվի առնենք, որ նաև աշխատանքային շատերի համար սեպտեմբերին հենց աշխատանքային, հա, ուսուցիչներ եւ այլն։ Դուք այս դեպքում էլ ունեք առաջարկներ ոճային, հետաքրքիր եւ նկատելի է, որ ի տարբերություն մյուս շատ բրենդների, քամի collection-ի դեպքում իսկապես դասական ոճը կարծես այսպես առանձին ու շատ մեծ ուշադրություն է դարձվում դրան։ Այսինքն նաև ուսուցիչները, դասախոսները, բոլորը։ Աշնանային հավաքածուի մեջ է մտնում, հա, երևի այդ պիջակները կամ այդ կոստյումները։ Պիջակներ շատ եմ սիրում, փորձում եմ բոլոր սեզոնային հավաքածուների մեջ ներառել, որտեղ իմ կարծիքով պիջակը շատ համապատասխան է ու կապսուլային պահարանին էլ է շատ համապատասխան, որտեղ ամեն ինչի վրա ես կարող ես ուղղակի հագնել պիջակ ու արդեն ունենում ես երեկոյան տեսք։ Թե երեկոյան, թե առօրյա ավելի նկատելի է դարձնում տեսք պիջակը։ Այո։ Շատ եմ սիրում օգտագործել, կիրառել իմ պահարանի մեջ։ Իսկ պիջակների հիմա անընդհատ այս ոճերը փոխվում են, որն է, որ հիմա ձեր կարծիքով շատ ավելի ճիշտ է կրել, հա։ Ես չեմ ուզում ասել այդպես նորաձև, նորավոճ, բայց որն է, որ ավելի ճիշտ է, այդ դասականը, թե այդ oversize ասվածը։ Oversize-ը իրականում միշտ կմնա նորավոճության մեջ, որտեղ շատ գեղեցիկ է, շատ հետաքրքիր է նայվում ամեն ինչի վրայից, հա, ու հարմար, ամենակարևորը։ Բայց ես հիմա սկսել եմ շատ հավանել սիլուետը ընդգծող պիջակները, տեսած կլինեք, ուսերն էլ բարձիկներով։ Հիմա այդ է իմ համար ավելի նորաձև ու տարբերվող։ Նշեցիք, որ աշխատում եք շատ պրոֆեսիոնալ նաև դերձակների հետ, ովքեր կարողանում են այդ ձեր այդ սարսափելի, հա, արագ մի քանի րոպեում ինչ-որ բան անել, այս գրաֆիկի մեջ տեղավորվել։ Բավական բարդ է նաև եւ այս կորսետները եւ նաև պիջակներ կարելը։ Փաստորեն ունեք այնպիսի մասնագետներ, ովքեր որակյալ, բարձրորակ այս ամենը կարողանում են ապահովել։ Անպայման շատ բանակախված դերձակից, այսինքն 90%-ը հագուստի կախված է դերձակից։ Իրենք են գործը անում։ Մաքսիմալ գրագետ, մաքսիմալ ուղիղ կարերով, մաքսիմալ գեղեցիկ։ Յուրաքանչյուր սեզոնի համար ունեք հավաքածուներ։ Որոշակի էջում էլ կան, հա, նկարները, դուք առաջարկում եք եւ միևնույն ժամանակ կարող են դիմել։ Աշնանային, հա, եթե դեպի աշուն գնացող աշնան-սկզբի համար ինչ է առաջարկվում։ Փորձում եմ ամեն հավաքածուների մեջ տարբեր տեսակի, տարբեր ոճերի հագուստներ ներառել բոլոր ոճերի մարդկանց համար։ Այսինքն թե սպորտային հավաքածուներ եմ ներառում, թե բազային, օրինակ շապիկներ, վերնաշապիկներ, թե պիջակներ, ամեն ինչ, այսինքն սեթեր եմ հիմնականում ներառում, որովհետև ավելի հարմարավետ է։ Մարդ չի ընտրում առանձին հագնի, ինչ վերևը հագնի, ինչ ներքևը, ոնց համապատասխանեցնի։ Այսինքն մի անգամից գնում են ու կարող են թե առօրյայում հագնել, թե առիթների ժամանակ հագնել ու անիմաստ չեն մտածում ինչ համադրեն դրա հետ։ Այո, հրաշալի է, հրաշալի մի բան, նորից դուք տեսնում եք հեռախոսահամարը, շատ հարմար ժամանակ է հիմա դիմելու եւ նաեւ Միլենա, դուք այս ոլորտը արդեն 24 թվականից հիմնադրել եք, դրանից ավելի առաջ փաստորեն զբաղվել եք, կարելի ասել, որ հիմա արդեն ավելի խորությամբ եք ուսումնասիրում ու ամեն անգամ նոր մի բան բացահայտում, որովհետեւ նաեւ դուք ես հասկացա, որ չեք սիրում այդ կարծրատիպային մոտեցումները։ Անպայման միշտ սովորելու բան կա մանավանդ նորաձևության մեջ, որտեղ ինչպես բոլորս գիտենք, մի ամիս կարող մի բան նորաձև լինի, հաջորդ ամիս ընդհանրապես դուրս գա նորաձևությունից։ Բնականաբար ակադեմիան էլ է շատ գիտելիքներ տալիս, բայց ես փորձում եմ հիմնականում ինտերնետով գտնել ինձ հետաքրքիր նյութերը։ Այսինքն երբեք չեմ բավարարվում նրանով, ինչը որ գիտեմ։ Միշտ նորություններ իմանալը, տարբեր կառուցվածքների համար ինչն է սազում, ինչ գույներ են սազում, ամեն տարիքային կանանց աղջիկների համար ինչ հագուստ կարելի է կարել։ Ամեն ինչ ուսումնասիրում եմ անընդհատ, ամեն օր, ամեն շաբաթ։ Այո, այս դեպքում ես տեսնում եմ նաև, որ դուք հայկական, հա, մեր միջավայրի մեջ կազմվածքի առանձնահատկությունները շատ ճշգրիտ հաշվի եք առնում։ Որն է հիմնական սխալը, որ ավելի շատ հայկանայք են նկատում եք, որ անում են։ Որ չեն հագնվում իրենց համապատասխան հագուստներ, այսինքն ուղղակի հետևում են տրենդներին։ Տրենդները միշտ չի, որ սազում են բոլորին։ Պետք է ամեն մարդ ընտրի ու հասկանա ինչն է իրեն սազում։ Օրինակ կարող է ես հագնեմ պիջակ, ինչ չսազի, բայց տրենդ է դա հիմա։ Դուք հագնեք, ձեզ շատ սազի։ Այո։
Այսինքն ամեն մարդ պետք է հասկանա իրան ինչն է սազում։ Սա դժվար է իրականում։ Բայց երբ առաջին մեկ անգամ գան դիմեն, ըստ էության հնարավոր է արդեն հասկանան, որ այս հագուստով իրենց լավ են զգում։ Օրինակ դուք էլ հենց մեզ օրինակ կորսետ հագաք, հավանեցինք, իսկ հիմա այսօրվա ինձ թվում արդեն կսկսեք կորսետներ կրելը։ Ես կսկսեմ կորսետներ կրել, բայց ես կկրեմ Կամի Collection-ի կորսետները, որովհետև իրականում նույնիսկ այս աթոռին, որը մի քիչ ցածր է, որ այսինքն հարմարավետությունը նաև նույնիսկ չեմ զգում եւ շատ հարմարավետ է, շատ գեղեցիկ, ոչ մի ավելորդ հատվածներ չկան, որ ես ստիպված եմ անընդհատ ուղղել, սա շատ մեծ առավելություն է իրականում, այսինքն պետք է մեկ անգամ փորձել եւ հասկանալ ինչն է քեզ պետք։ Նաեւ Միլենա, մարդկանց հետ կանանց հատկապես հետ եք աշխատում եւ կանանց հետ աշխատելիս մի քիչ հոգեբանական մասն էլ է, չէ՞։ Որն է այն խնդիրը, որ ավելի հաճախ որին դուք առնչվում եք, որին հանդիպում եք, ինչ հարցեր, որ հոգեբանական առումով կարծես պատրաստ չեն ինչ որ նոր բանի։ Իրականում չեմ հանդիպել դեռևս իմ հաճախորդների մեջ թեկուզ մի կնոջ կամ աղջկա, ով ինչ որ բան ուզեցել կարի ու մտածել է, որ չի սազ իրեն։ Այսինքն բոլորը միշտ ինձ մոտ գալիս են հստակ նպատակով, հստակ հագուստի էսկիզով։ Կամ արդեն ինձ գիտեն, գրում են միասին on-line կամ հանդիպում ենք ինչ որ միտեղ էսկիզ ենք անում։ Ես իմ մտքերն եմ առաջարկում իրենցը, բայց չի լինում էլի, որ ասում եք ես կարող եմ ինչ չսազի կամ բան։ Ամբողջական ոճը կարող եք դուք ստեղծել, թե միայն հագուստը, որովհետև դուք օրինակ բերեցիք պայուսակի եւ այլն, ես հասկանում եմ, որ այսպիսի խորհուրդներ եք տալիս։ Շատ ուշադրություն դարձնում զարդերին, պայուսակին, կոշիկներին։ Կոշիկներն եմ շատ ուշադրություն դարձնում, շատ եմ սիրում, որ երանգները համապատասխանում է հագուստի հետ, ինչ որ հետաքրքիր երանգի է լինում։ Այսինքն ամեն դետալ սիրում եմ, որ միավորում է տեսքը։ Առանձին բաներ են, որ իրար չսազող, օրինակ կոշիկի մի գույնը, հագուստի մի գույնը, զարդերը լրիվ ուրիշ գույն, սիրում եմ, որ համապատասխանում են իրար։ Այսինքն ամբողջական է տեսքը լինում։ Հնարավոր է մենք տեսնենք որոշակի ցուցադրություններ կամ այդպիսի ծրագիր ունեք, որովհետև ես հասկանում եմ, որ շատ հետաքրքիր կլինեն, նաև ձեր մոդելներն են շատ հետաքրքիր, գեղեցիկ, ընտրված։ Իհարկե կան միտք ցուցադրության, բայց եկող տարի 27 թվականին։ 27 թվականին։ Իսկ ինչ վերաբերում է համագործակցություններին։ Միշտ բաց ենք համագործակցությունների համար, կարող են դիմել նշված հեռախոսահամարով կամ Instagram-յան էջին։ Այո, փաստորեն նաև որոշակի ոճային, ասենք օրինակ ես հիմա պատկերացնում եմ, թե ինչ հետաքրքիր կլիներ, եթե որոշակի ընկերություններ իրենց համար, հա, այդպես ոճային նաև հագուստ, քանի որ ձեր մտածողությունը շատ լայն է, Միլենա։ Մի դեպք պատմեմ, այս վերջերս ռեստորաններից մեկում ծնունդս էի նշում, իմ հագուստը էլի ես էի կարել, ընկերուհիներից մեկը շատ ճտպտ աղջիկ է, ասել էր, որ իմ հագուստը ես եմ կարել, մենեջերը հավանել էր, մոտեցավ ու սկսեց հարցեր տալ, դու գալիս է իմ իրենց հագուստը, հեռախոսահամար վերցրեց, որ արդեն իրենց ընդհանուր աշխատողների հագուստները սկսենք վերանայել, ձևափոխել աշնանային, օրինակ պիջակներին իրենք ուզում։ Այսինքն նույնիսկ ռեստորանների, կաֆեների բոլորի հետ աշխատում ենք։ Այո, կարելի է աշխատել, որովհետև մի եզակի, հա, եզակիությունը ընդգծող մի դետալը շատ կարևոր է, ինչպես առանձին մարդու կամ մեծ ինչ որ տոննի միջոցառման արարողության մասնակցող մարդու, այնպես էլ ցանկացած ընկերության երևի իմիջն է, այո, նաև սա։ Եվ բացի դրանից Կամի Collection-ի դեպքում կարող է այս հագուստը լինել շատ ոչ միայն գեղեցիկ, այլև շատ հարմարավետ։ Այս հարմարավետության վրա ես հասկանում եմ նաև մոդելները տեսնելով, Միլենա, դուք հատուկ ուշադրություն եք դարձնում։ Անպայման, որտեվ հագուստը պետք է լինի հարմարավետ, որ աղջիկը իրեն ինքնավստահ զգա, աղջիկը կինը։ Յուրաքանչյուր մարդու էլ տհաճա շարժվելուց, որ օրինակ կորսետի այս մի մասը սխմի, այս մի մասը ցավեցնի կամ լավ չնստի։ Այսինքն մաքսիմալ պետքա նորմալ նստի, կոմֆորտ լինի մարդուն։ Բոլորս խոսում ենք հարմարավետության մասին, բայց դա իրականացնել այնքան էլ հեշտ չի։ Հեշտ չի առհասարակ, բայց Կամի Collection-ի համար կարծում եմ, որ իրականում
դժվար չի, արդեն ինչպես ասում են, այս տարիների փորձը կա։ Եվ ես ուզում եմ նաև այդ պիջակների հետ կապված, այստեղ կան դետալներ, ինչ որ առանձնացնող եւ այլն, կամ հիմա շատ երևակայությունը մարդկանց մեծ է տարբեր ինչ որ բաներով, այդպիսի առաջարկներ դուք ունեք կամ ձեզ կարող են դիմել այդ խնդրանքով, ասենք ոչ ստանդարտ ձևվածքները։ Հա, հիմնականում հենց այդպես էլ դիմում են այդ խնդրով, որ ստանդարտ բաներ չենք սիրում, չենք ուզում միանման լինենք, այսինքն փորձում ենք մաքսիմալ դետալներ ավելացնել, որպեսզի մնացածից տարբերվի, ինչ որ միտեղ էլ թեկուզ առիթի մտնի աղջիկը, կինը ու հասկանա, որ ինքը տարբերվում է իր հագուստով։ Ուզում եմ մի քիչ ծրագրերի մասին, փաստորեն հաջորդ տարի արդեն ցուցադրություն է։ Իսկ մինչ այդ պլանավորում եմ խանութ-սրահ բացել։ Ահա, ես ուզում եմ, այո, ահա։ Իրականում դեռևս անցած տարվանից պետք է բացեի։ Հիմա ինձ համար դա անհրաժեշտություն է։ Այսինքն մանավանդ որ անհատական են պատվերները, պրիմերկաներ, այդ առումով ինձ շատ հիմա կոմֆորտ չի աշխատելը։ Այսինքն առաջիկայում հաջորդ տարի արդեն կամ հուսանք կլինի խանութ-սրահը փոքր կենտրոնում։ Անպայման։ Հրաշալի է, ես շատ ուրախ եմ իրականում, որովհետև Միլենա, շատ հաճելի է իսկապես եւ ձեր ոճը, որովհետև մի օրինակ չի։ Հա, կան, որ շատ գեղեցիկ է, շատ լավն է, բայց արդեն բոլորը գիտեն, որ նույն մարդու աշխատանքն է։ Իսկ դուք կարողանում եք այդ դասականը, սպորտային եւ այլն համադրել հարմարավետությունը ու նաեւ մարդու եզակիությունն ընդգծել։ Ես շատ կուզենամ, որպեսզի իրականում Երևանում գործի հենց Kami Collection-ի խանութ-սրահը, այս հրաշալի տոպրակներով Երևանի կենտրոնում շատ կլինեն ուղակի խանութ-սրահ մտնելով եւ դուրս գալով այս հրաշալի տոպրակներով, որտեղ գրված կլինի Kami Collection by Միլենա Կազարյան։ Ես շնորհակալ եմ շատ, Միլենա, ինձ իրականում շատ հաճելի էր եւ ես ուզում եմ իսկապես մեծ շարունակություն ունենա ձեր նախաձեռնությունը, վստահ եմ, որ կունենա։ Շնորհակալ եմ նաեւ հրաշալի նվերի համար, ես շատ մեծ սիրով կկրեմ եւ խորհուրդ եմ տալիս մեկ անգամ եւս, եթե ձեզ թվում է, որ այսպիսի գեղեցիկ նուրբ կորսետները միայն շատ նուրբ ու շատ երիտասարդ աղջիկների համար են, ապա հենց այսօր ես պարզեցի, որ ամեն ինչ հրաշալի է, կարող է ընդգծել ձեր եզակիությունը, եթե կորսետը կարված է շատ պրոֆեսիոնալ, շատ ճիշտ, ընդամենը մեկ օրում, բայց Kami Collection-ի կողմից։ Ես էլ եմ շատ շնորհակալ Լիլիթ ջան, ինձ նույնպես շատ հաճելի էր ձեզ հետ։ Աստծո կամքով շուտով կհանդիպենք Kami խանութ-սրահում։ Այո, հրաշալի կլինի։ Սիրելի հետևորդներ, այո, տա Աստված, որպեսզի իրականում այսպիսի մարդկանց եզակիությունը ընդգծող, կանանց ավելի ինքնավստահ դարձնող իսկապես բրենդները Երևանում ունենան խանութ-սրահներ, Kami Collection-ը շատ հետաքրքիր է, գիտեք, ոճային առումով շատ լայն բոլոր ոճերն ընդգծելով, առանց ինչ-որ բարձր բառերի, ինչ-որ մի չգիտեմ, մեկ դետալի վրա կենտրոնանալու, բայց կարողանում է իրականում ընդգծել կնոջ գեղեցկությունը։ Երբ նայում ես, դու հասկանում ես, որ այստեղ հագուստ է, որ կնոջը ընդգծում է կնոջ առավելությունները, թաքցնում է թերությունները, այսինքն երբ նայում են չեն ասում ինչ գեղեցիկ հագուստ է, ասում են ինչ գեղեցիկ է կինը։ Իսկ սա ամենամեծ առավելությունն է, բոլորս գիտենք, որ հայտնի մոդելավորողների նաև խոսքը նորաձևության, ինչպես ասում են, շատ կարկառու ներկայացուցիչներ հենց այսպես են բնորոշում ճիշտ եւ ընտրված ոճը, ճիշտ կարված հագուստը։ Երբ նայում ես ու ասում ես հրաշալի է կինը։ Կարող եք դուք ուղղակի այս հեռախոսահամարով զանգահարել, Instagram-ի էջին գրել, ասել թե ինչ առիթի համար ինչ եք ուզում, կամ էլ ասեք կոնկրետ ձեր մոդելը ներկայացնեք եւ ընդհանրապես կարճ մի քանի օրվա ընթացքում դուք կունենաք մի հագուստ, որն ուղղակի կընդգծի ձեր գեղեցկությունը եւ աշխարհին կասի, որ իսկապես դուք հրաշալի եք։ Իսկ սա կնոջը տալիս է ամենակարևոր երջանկության զգացողություն։ Մենք այսօր զրուցում էինք Kami Collection ապրանքանիշի հիմնադիր հագուստի մոդելավորող Միլենա Ղազարյանի հետ։ Այս պահին ես ուզում եմ ձեզ հրաժեշտ տամ, ես ուզում եմ, որպեսզի մեծ ու փոքր կարևոր առիթները շատ լինեն, դուք ձեզ գաք թագուհի, իսկ դրա համար այն ինչ անհրաժեշտ է, ընդհանրապես այս հեռախոսահամարն է։ Առջևում սեպտեմբերն է եւ ինչպես սկսես աշունը, ասում են, այնպես էլ այն կավարտես։
սկսեք հետաքրքիր ոճային եւ ձեզ եզակի դարձնող հագուստով Kami Collection-ի հետ։ Ուզում եմ, որպեսզի մեր կյանքում լավ իրադարձությունները շատ լինեն եւ այդ լավ իրադարձություններին պետք է պատրաստ լինել։ Իսկ որ ամեն ինչ մեր ձեռքերում է, սրա մասին կարծում եմ այլևս կրկնելու կարիք չկա։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։